The community. Այսօր մեզ համով պետք է կերակրես, արա։ Մենք առավոտից սոված, եկել ենք հասել ենք ստեղ, բայց մինչև դրան անցնելը, սկզբից աշխատանքը, հետո արդեն մնացած է։ Խնդիր չկա, չեմ կարծում, որ որևիցե մեկը եկել այստեղ ու սոված գնացել։ Հա, չէ, մենք գիտենք, դու հաց տվող մարդ ես։ Thank you։ Արա, արի սկսենք Հայաստանից մի քիչ։ Ինչով ես զբաղվել Հայաստանում։ Այն ոնց որ շատ ու շատ հայ երիտասարդներ, դե բնականաբար սկսել եմ թատրոնից, դեռ պատանի տարիներից, սկսել եմ Վայոց ձորի մարզ գյուղը Աղավնաձորից, այսպես ավելի խոր արմատներին անդրադառնամ, Վայոց ձորի մարզ գյուղը Աղավնաձորում հաճախել եմ արվեստի դպրոց, թատերական բաժին, սովորել, ավարտել եմ այնտեղ մեր թատերական բաժինը եւ այնտեղից սկսած ավարտելով թատերական բաժինը երազանքներից մեկն էր որ դառնամ մեծ դերասան, բայց քանի որ 90-ականների սերունդը ավելի լավ ինձ կհասկանար, դեռ այն տարիներին նույնիսկ սերիալներ չկար, այսպես շոուներ չկար, որովհետեւ միտեղ չկար նորմալ հաճախելու, բանակից հետո որոշեցի շատ ու շատ երիտասարդների նման իմ ճակատագիրը բախտը որոնեմ օտարության մեջ եւ ապրելով Ուկրաինա ձեռ բերեցի ոսկերչության մասնագիտությունը, հետո վերադարձա նորից Հայաստան, այսպես հայրենադարձ եղա, կարելի է այսպես ասել, 3 անգամ հայրենադարձ եմ եղել այս 25 տարիների ընթացքում, ավելի պրոֆեսիոնալ ձևով մասնագիտացա ոսկերչության մեջ, ունեցա իմ խանութները եւ այսպես ճակատագրի բերումով հայտնվեցի Եվրոպայում։ Այ հիմա հասանք կարևորին։ Ինչու եւ ինչն էր պատճառը, որ որոշեցիր խոհարարի մասնագիտություն ձեռք բերես։ Երբ էր այդ օրը հիշում ես, ինչ եղավ։ Շատ լավ եմ հիշում, այդ օրը այտենց կոնկրետ օր չի եղել, որ որոշել եմ, որ պիտի դառնամ խոհարար, շատ այսպես ասած շատ պատահական, մենք մնում ենք լագերում, այդ ճամբար կոչվածում եւ մեր լագերից աղջիկներից մեկը աշխատում է ռեստորանում, ասեց մեր ռեստորանում, այսպես ասած, գովազդ տարածողի կարիք կա, եթե կարող ես գալ, աշխատել, որոշակի գումար վաստակել, գնացի եւ այնքան լավ էի տարածել, այսպես ասած, հերթը մարդաշատ էր եւ տեղ չկար, շեֆը հրավիրեց, ասեց արի այստեղ լանչ կանես, հանգարց չգնաս տուն, գնացի, այդպես ոնց որ ասած անընդհատ խոհանոցում էի գտնվում ու անընդհատ մեկը խնդրում էր, որ ինչ-որ մի բանով օգնեմ, ասում էր մեկա կանգնած ես, մենք դրա համար հավելյալ կվճարենք, հետո շատ պատահական խոհարարներից մեկն ասեց, որ խնդրեմ այս վարունգը կկտրտես, ոնց որ ես ասեցի փորձեմ, ասի, տենց պրոֆեսիոնալ չեմ ձեր նման, բայց կփորձեմ ու այսպես դանակ վերցրեցի, սենց կտկտալով կտրտեցի, մեծ էլ սենց ինքը կտկտոցից պտտվեց, սենց նայեց, ասեց ոնց, ասեց հələ մի հատ էլ կտրտեցի, շեֆին կանչեց, ասեց հələ արի նայ ոնց է կտրտում, այդ օրվանից ոնց որ ասած ճակատագրի, այսպես ասած անիվը լրիվ ուրիշ ուղղությամբ թեքվեց։ Դու գոհ ես դրանից։ Շատ գոհ եմ, քանի որ սիրել ես այդ մասնագիտությունը։ Ես այդ ոչ թե սիրել եմ, այլ դրանով եմ ապրում։ Գերմանիայից հետո որոշում կայացրեցիր տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Ինչն էր պատճառը, եթե այդքան լավ էր Գերմանիայում, ինչն էր պատճառը, որ որոշեցիր տեղափոխվես Միացյալ Նահանգներ։ Անձնական հարցեր կար, ընտանիք կազմելու հարց կար, որ պետք է որոշում կայացնեի, որ կամ Գերմանիա պետք է մնամ, կամ տեղափոխվեմ այստեղ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Արդեն հասկացանք, թե ինչի դու տեղափոխվեցիր Միացյալ Նահանգներ։ Ամուսնանալու նպատակով։ Այդպես է, չէ՞, մեզանից յուրաքանչյուրը իր պատճառներն ունի Միացյալ Նահանգներ տեղափոխվելու։ Եկար Միացյալ Նահանգներ։ Վաղ չկար մանավանդ նրա համար, որ այնտեղի լավ գործը թողել ես, եկել ես այստեղ, ինչ պիտի անես, որտեղից պիտի սկսես,
Որտեղից սկսեցիր։ Այդպիսի վախեր ունեցել ես։ Վախ չի եղել, քանի որ ես արդեն կյանքով մեկ ես իմացել եմ իմ ամեն մի քայլից հետո միշտ ունեցել եմ պլան A, պլան B, հանկարծ այս մի բանը չստացվի, այս մյուսը կանեմ։ Բնականաբար ես ապրելով այս էմիգրացիոն շրջանը, թե Ուկրաինա, թե Ռուսաստան, արդեն Գերմանիա, ինձ համար արդեն Ամերիկան որպես 4-րդ երկիր էր։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ արդեն բնականաբար սկսվեց դժվարությունները զուտները համար, քանի որ ես արդեն սովորել էի այսպես եվրոպական խոհանոցին, ես բացարձակ չէի տիրապետում հայկական խոհանոցը, շատ խորթ էր իմ համար եւ այստեղ էլ իրանց համար շատ մի քիչ անհասկանալի էր, որ պետք է ասենք որևիցե մի Եվրոպայից եկած խոհարարի ընդունեն գործի, ամբողջ գլենդելը ոդկով քայլել եմ, օրեր շարունակ ոդկով քայլել, ինչքան հայատար բիզնեսներ կար, բոլորի դուռը ծեծում էի, կապ չունի ինչ գործի համար, պարտադիր չէր միայն խոհարարի, այլ խնդրում էի, որ որևիցե միտեղ ընդունեն ինձ գործի, մտա Adams Քյաբաբներ Գրիշի գլխավորության, որի խոհարարն էր մինչև հիմա էլ Հայկն է, եւ Հայկի հետ մինչև առայսօր ընկերական հարաբերություն է, որից որ սովորել եմ այս հայկական խոհանոցը ամեն ինչը, որի համար նաեւ շնորհակալություն եմ հայտնում։ Եվ Հայկը կանգնած էր մաղալի մոտ, խորոված էր անում, ձեռքին կոլայի այդ քյաններ եւ խմեց մի փոքր երևի մնացել էր ու սենց լցրեց այդ ջրի մեջ ես սենց հարցրեցի ասեցի կներեք այդ կոլանը չի համար լցրեցիք ես մտածում եմ ինչ որ էֆեկտիվ բանի համար է որ լցնում են ինչ որ էֆեկտիվության համար ինքը սենց ֆրազ նայեց ասեց գնացեց խալաթ թակի արի մտի գործի ասի բայց ոնց առանց գործի փորձ ունենալու կամ ասենք ասեց որ դու այդքանը մտածում ես թե ինչի համար կարա լինի կամ այդքան մեծ հետաքրքրություն ունես, ասած քո հետ կարելի է աշխատել։ Նախ ասա ինչի Մոնամիլա, որ արդեն երկար տարիներ ոնց որ ասած Լոս Անջելեսի համայնքում, մեր հայկական համայնքում, այսպես ասած ճանաչում էին որպես շեֆ արա, եկավ հասավ մի կետի, որ ես որոշեցի, որ արդեն ես ինքս իմը պետք է ունենամ եւ արդեն այդ ընթացքում արդեն ամուսնացել էի, ունեի արդեն ընտանիք, 2 բալիկներ Մոնան եւ Միլան եւ որոշեցի որ մի քիչ այդ Արաշեֆը մարտիկ ասում են դիր Արաշեֆ քեյթրինգ կամ Արա քեյթրինգ ես մտածում եմ մի քիչ այդ օտարների շրջանում մի քիչ կարող է այսպես անհասկանալի լինի, լավ հնչեղ չլինի եւ ասաց երեխաներից լավ ինչ անում պետք է դնեմ։ Հիմա արի գնանք, մեզ ծանոթացնես այն գեղեցիկ ռեստորանի հետ որը վերջերս է բացվել, ինչքան ժամանակագործում է։ Ընդամենը 2 ամիս է։ 2 ամիս առաջ էս բացել, մենք եկել էինք բացմանը, շատ լավ անցել։ Գնանք մեզ ծանոթացնես քո ռեստորանի հետ։ Սկսենք այս սրահից։ Հիմա մեզ ներկայացրու, թե սա ինչ սրահ է, քանի հոգու համար է նախատեսված։ Մեզ կանչի գանք։ Համեցեք, սա այսպես ասած կարելի ասել եւ թե սրահ է եւ թե ռեստորան։ Ինչու համար եմ այսպես ասում, քանի որ բազմիցս մենք օգտագործել ենք արդեն այս 2 ամիսների ընթացքում օգտագործել ենք թե որպես սրահ, այսինքն մարդիկ ովքեր որ գալիս են, եթե չեն ուզում վերցնել մեր մեծ սրահը։ Սա քանի հոգու համար է նախատեսված։ Սա նախատեսված է 50 հոգու համար, այսինքն ամենօրյա ռեստորանը գործում է առավոտյան 9-ից մինչև երեկոյան 9, նախաճաշ, ճաշի եւ ընթրիք, ովքեր որ ցանկանում են մի հոգուց սկսած մինչև 50 հոգի կարող են այստեղ հանգիստ նստել եւ վայելել։ Իսկ եթե լինում են, ասենք, մեծ մինչև 50 հոգանոց որևիցե առիթ, ովքեր որ չեն ցանկանում, ասենք, կողքի սրահում մեծ բանկետ հոլում նշել, կամ եթե այնտեղ ենք ունենում առիթ եւ մարդիկ ուզում են այստեղ նստել, շատ է եղել, որ ասենք հոգի հացի ճաշի ժամանակ այստեղ են մարդիկ օգտվել կամ ասենք որևիցե մի ծննդյան առիթ, որևիցե մի առիթ որ ուզել են գա, մենք փակցնում ենք սայնը եւ որպեսզի արդեն մնացած հաճախորդները իրենց չանհանգստացնեն եւ այսպես ոնց որ ընդունված է ասել private party եւ գալիս են եւ իրանք վայելում են։ Արա, ինչպիսի խոհանոց է ձերը, հայկական։
Ուղղվածությունը բնականաբար շեշտը դրված է հայկականի վրա, քանի որ պահանջարկը հատկապես այս տարածքի վրա Northridge, Granada Hills, Porto Ranch այս տարածքում հայերը արդեն գնալով շատանում են, նաև այսպես ասած դեռ շատ տարածված չի, այսպես այստեղ շատ չեն Glendale, Burbank, North Hollywood-ի կամ Hollywood-ի նման բանկետ հոլերը եւ ռեստորանները բնականաբար շեշտը դրել ենք հայկականի վրա եւ նաեւ լրացուցիչ մենյուի մեջ ավելացումներ ենք անում։ Արա փոքր սրահի հետ ծանոթացանք։ Ասեմ, որ շատ սիրուն է այս մեծ սրահը։ Ես մինիմալիստականի սիրահար եմ, սիրում եմ, որ պարզա լինում, համեստ է լինում ամեն ինչը, բայց նաեւ էսթետիկ ու սիրուն է լինում։ Այս սրահը շատ եմ սիրել։ Սա մեծ սրահն է։ Այստեղ սա քանի հոգու համար է նախատեսված։ Սա նախատեսված է մինչև 100 հոգու համար, այստեղ կարող են 100 հոգի հանգիստ նստել եւ վայելել ցանկացած միջոցառում։ Ունենք տարբեր փաթեթներ, ըստ փաթեթների մարդկանց սպասարկում ենք, երաժշտության հետ կապված էլի խնդիրներ չկան, պետք է ժամանակ մենք կանչում ենք DJ, եթե պետք է, ասենք, իրենք կարող են իրենց DJ բերել կամ որևիցե մի բենդ, մի խոսքով, այստեղ նույնպես ունենք տարբեր մենյուներ, տարբեր գնացուցակներ, ճկուն համակարգ ունենք, գնային համակարգ ունենք, որ փորձում ենք ըստ բյուջետի տեղավորվել, եւ մարդկանց սպասարկել հնարավորինս, որքան որ հնարավոր է իրենց բյուջետի սահմաններում, քանի որ շատերս գիտենք հատկապես այս երկրի իրավիճակը այս պահին թույլ չի տալի, որ ամեն մեկը իրեն թույլ տա ռեստորանում կամ բանկետ հոլում որևիցե մի առիթ նշել, բայց շատ են, ասենք, նմանատիպ առիթներ, որ ընդառաջ են գնում մեր հաճախորդներին եւ փորձում ենք հնարավորինս օգնել նրանց։ Կարող ենք ասել, որ յուրաքանչյուր հաճախորդ իր գրպանին հարմար կարող է մենյու գտնել այստեղ, հարմարվում եք մարդկանց բյուջեի հետ։ Այո, նախ առաջին ունենք շատ մաչելի մենյուներ, մաչելի նրա համար չի, որ ասենք ուտելիքը էժանա կամ ասենք շատ վատնա կամ սակավա, թեկուզ որպես խոհարար ես ինքս միշտ դեմ եմ այդ արտահայտությանը, որ ասում են ուտելիքը վատնա, վատ ուտելիք չի լինում, պարզապես ամեն մեկը ունի իր ճաշակը։ Կարելի ասել այսպես, մենք ունենք բնականաբար տարբեր փաթեթներ, գնային ցուցակ, ըստ մարդկանց բյուջեի համապատասխան, եթե որևիցե մեկը չի կարողանում նախընտրել ըստ գնի, մենք ունենք նաև, այսպես ասած, ցանկ, մթերքների ցանկ, այսինքն տաք ուտեստներից, սալատ ապերտայզերներից սկսած ներկայացնում ենք եւ մարդը ինքն է որոշում իր մենյուն, այսինքն ինքն է որոշում ինքը ինչ է ուզում, այնպես չի, որ պարտադրված մեր տված մենյուից պետք է անպայման օգտվի, նա կարող է կազմել իր մենյուն եւ մենք ըստ իրեն կազմած մենյուի տալիս են գինը։ Օրինակ ես, եթե ունեմ ինչ-որ նախընտրած ուտելիք, բայց դա ձեր մենյուում չկա, ես կարող եմ գալ ասել, արա, գիտես, ես ուզում եմ իմ սեղանին, օրինակ, այս աղցանը լինի, կամ այս տաք ուտեստը լինի, այդպիսի խնդիրներ չունենք։ Ոչ նմանատիպ խնդիրներ չունենք, բնականաբար, եթե մենք գիտենք այդ ուտեստը եւ գիտենք պատրաստելու ճիշտ եղանակը, քանի որ շատ անգամ ավելի լավ է մի բանը չանես, կորցնես, քան անես վատ ստացվի, որովհետև գումարի համար պետք չի ռիսկի գնալ մի բանի ու մարդու մոտ վատ տպավորություն թողել։ Դրա համար մենք միշտ ասում ենք, եթե կան մեր ցանկի մեջ կան որևիցե մի բաներ, որ ձեր ցանկությամբ, ասենք, չեք գտնում, դուք կարող եք նշել, տաք ուտեստ կլինի, սառը ուտեստ, ցանկացած մի բան, դուք կարող եք նշել եւ մենք ձեզ կասենք, դա կարող ենք պատրաստել, թե չէ։ Մի շատ կարևոր հարց եմ ուզում տալ։ Օրինակ Հայաստանում երաժշտությունը բոլոր ռեստորաններում մինչև ժամը 11-ն է լինում երեկոյան։ Այստեղ այդպիսի խնդիր կա։ Չէ, բացարձակ մենք այդ խնդիրը չունենք, մենք այստեղ ինչպես ընդունված ասել time limit չունենք, այսինքն ժամանակի առումով մինչև լույս, եթե պետքա կարող են մարդիկ մնալ, ուրախանալ եւ մենք մեր տեղը, այսպես ասած, shopping center-ում, այս
առևտրային կետում այնպես է հարմարեցված, որ բնակելի տարածքներ չկան, մեզ խանգարող որևիցե մի հանգամանք չկա, այստեղ մինչև լույս կարող են թե DJ-ները եւ թե բենդերը մինչև լույս նվագել, ուրախացնել, որևիցե մի խնդիր չկա։ Բայց նայ, նշեցիր, որ unlimit ժամանակ ունեն այստեղ մնալու, այն հայկական տարբերակը գործում է ձեր մոտ, որ բանկետը վերջանում է, ահա, պավիդորով ձվածեղել մի հատ ուտենք, հետո գնանք։ Ովքեր որ եղել են, արդեն շատ լավ գիտեն, որ պարտադիր պայման է, ոնց որ շատ տեղեր ընդունված է, պամիդորով ձվածեղը անպայման մենք ուտում ենք, հետո ենք տուն գնում։ Օտար երկրյա հյուրերը, որ գալիս են, նրանց առաջարկում եք պամիդորով ձվածեղը, հեչ փորձել են։ Իդեպ ասեմ, որ շատերը արդեն գիտեն, այդ շաքշուկ կոչվածն է, մեր պամիդորով ձվածեղը, եւ բազմիցս նույնիսկ որ գալիս են, արդեն միանգամից տեղյակ են, շատ տեղեր արդեն փորձել են, գիտեն եւ գալիս են ու միանգամից մարդկա գալիս է, մենյուն էլ չի նայում, միանգամից գալիս է ու սենց նույնիսկ եղել է մտածել է, որ կարող է մենք չգիտենք ինչի մասին է, ասես նկարով բացում է միանգամից, արդեն ինքը միտեղ երել է, արդեն ֆիքսել է, բերում է նկարը ցույց է տալիս, ասում է խնդրում եմ ես անպայման սրանից կպատրաստեք։ Իսկ քո մոտ օտար երկրացիների համար ամենաֆավորիտ հայկական ուտեստը ո՞րն է։ Բնականաբար, եթե ասենք մուսուլմաններ չեն, կարելի ասել խոզի խորովածը, որ շատ են սիրում, շատ այսպես ընդունված է, դե բնականաբար մեր լուլա քյաբաբները, Արա տոլմա տալիս ես։ Տորմա էլ ենք տալիս, սարմա էլ ենք տալիս, մենք մեր մենյուն բազմազան է, բնականաբար մենք այս հայկականը միշտ փորձում ենք պահենք, հիմնված է այդ հայկականի վրա, քանի որ օտարության մեջ, ասենք, եթե հայկական ռեստորան է, հայկական բանկետ հոլ է, բնականաբար պետք է գերիշխի, այսպես ասած, հայկական խոհանոցը։ Ես քո պատրաստած խինկալին եմ կերել, անմահական է, ժողովուրդ։ Ուղղակի մի անգամ փորձեք։ Այնքան համով էր, հիմա նայ քեզ ինչ եմ պատմում։ Այնքան համով էր, որ Արոն, երբ որ իմ ու ամուսնուս բաժինը բերեց, մենք չենք համբերել տեղ հասնենք։ Գլենդելում, Նոսրոմի փարքինգում կանգնած կերել ենք։ Ասա Արոն։ Անուշները լինի։ Չենք համբերել, տեսքը այնքան լավն էր, որ արդեն հասկանում էինք, որ դա շատ համով կլինի։ Չենք համբերել, դրսում փարքինգում կանգնած կերել ենք։ Ու մի հատ ինձ շատ հետաքրքրող հարց, խաշի սեզոնին խաշ տալիս ես։ Դե քանի որ մենք այս ապրիլից սկսած ենք ոնց որ ասած վերցրել ռեստորանի եւ բանկետ հոլը, արդեն կարելի ասել խաշի սեզոնը փակված էր, բնականաբար երբ որ գա արդեն խաշի սեզոնը սեպտեմբերից հետո անպայման մենք ունենալու ենք նաեւ խաշի սեզոնի։ Այսօր Արան որոշել է, որ մեզ համար մի համով բան է պատրաստելու, մինչ պատրաստել գնալը ես իմ վերջին խոսքն եմ ուզում ասեմ, ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին, որ բաց մի թողեք առիթը Արայի մոտ ձեր առիթները նշելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այստեղ ամեն ինչ շատ համով է։ Ես փորձել եմ, հավաստիացնում եմ ձեզ, իսկ ես սիրում եմ համով ուտել Արոյի հետ միասին, չէ՞։ Մենք այնքան ենք սիրում, որ այսօր եկել ենք ու Արային ասել ենք մեզ համար պետք է մի բան պատրաստես, այդ ընթացքը ձեզ ցույց կտանք։ Ես առաջարկում եմ բլիցը պատրաստելու ընթացքում անենք։ Արան մեզ համար steak է պատրաստում, թող ինքը պատրաստի, ես էլ իմ բլից հարցերը տամ։ Պատասխանում ես արագ, կարճ ու կոնկրետ։ Սուրճ թե թեյ։ Բնականաբար թեյ։ Առավոտ թե երեկո։ Երկուսն էլ։ Հիշացողն ես թե ժամանակին եկողը։ Ժամանակին։ Հաճախ երկու բառ, որ օգտագործում ես։ Իմ շատ սիրելի հայրենակիցներ։ Քո ամենամեծ թուլությունը։ Մարդկանց շատ նվիրվել է։ Ափսոսում եմ, որ շարունակի։ Որ խոհարարությունը պատանի տարից չեմ սկսել։ Նյարդայնանում եմ երբ։ Երբ որ ստում եմ։ Երջանիկ եմ երբ։ Երբ որ ընտանիքս կողքն եմ։ Սիրում եմ երբ։ Երբ որ ամեն ինչ գեղեցիկ է ու չափի մեջ։ Եվ ամենակարևոր հարցը, նկարագրիր հային մի բառով։ Որ ասում ես հայ, ամենաառաջինը որ բառն է միտքդ գալիս։ Միտքս գալիս է նվիրված, աշխատող, արարող։ Արարող։ Արարողը շատ է սազում հային։ Արա, շնորհակալ ենք քեզ։
այսօր մեզ ընդունելու համար։ Մենք այսօր եկել էինք քո բիզնեսը ներկայացնեինք մեր հայրենակիցներին։ Եվս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին, անպայման եկեք Արայի մոտ, այցելեք, Արա մի հատ կնշես հասցեն։ Ուրեմն մենք գտնվում ենք Northridge քաղաքում 10315 Zaze Avenue, zip code 91326 Ապրես։ Հեռախոսը համարը 747 5005 505 Շնորհակալ ենք քեզ մեզ հյուրընկալելու համար։ Մենք հուսանք, որ մեր հայրենակիցները այս ամեն ինչը տեսնելով իրենք էլ կցանկանան օգտվել ձեր ռեստորանից, փորձել քո ամբողջագույն ուտելիքները, առանց չափազանցնելու եմ ասում։ Մենք էլ գնացինք մեզ բարի ախորժակ։ Իդեպ վերջում ասեմ, որ սա շատ կարևոր սոուս է, սա մոնամիլա սոուսն է, սա պատահական սոուս չի, որը որ իմ ձեռքով է պատրաստում, մոտավորապես 3 ժամ մեփում է, մոտ 15 տեսակ համեմունքներից, այսի ամեն բլյուդի մեջ չի, որ օգտագործում եմ, բայց ինքը ունիվերսալ սոուս է, որը կարելի է օգտագործել թե մսեղենի եւ թե ձկնեղեն բանջարեղենի մեջ, այնպես որ այսօր կփորձեք մեր ստեյկը մեր սոուսով եւ ձեր կարծիքը կհայտնեք։ Շնորհակալ ենք։ Ձեզ էլ շատ շնորհակալություն նման ձևի հնարավորություն ընձեռնելու համար։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ The community.